Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կարող եք ձեր անձնագրի նկարը ուղղակի դրեք սեղանի վրա եւ խնդրում եմ որակով նկարեք, որ հետ չուղարկենք։ Դրեք սեղանի վրա երկու էջ իրար հետ նկարեք եւ գրանցման էջ, եթե ունեք գրանցման էջը, բայց լրիվ, ոչ թե կիսատ։ Իսկ ովքեր ունեն ID քարտ, խնդրում եմ ID քարտերը նկարեք, ուղարկեք եւ կգրանցվեք կուսակցությանը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ այն մարդկանց, ովքեր իրենց տարածքները անհատույց նվիրում են մեզ ընտրության ժամանակ։ Կարոզարշավի ժամանակ, քանի որ այդ ժամանակ արդեն սկսելու են տարածքներ չլինել, շնորհակալություն ենք ուզում հայտնել մեր այն հետևորդներին, որոնք նույնիսկ մի քանի տարածք են առաջարկել այսօր։ Սկսենք հաղորդումը, ամենաառաջինը հաղորդումը կսկսենք Գյումրու դեպքերից, քանի որ ընտրությանը Գյումրուն է, ուղղակի այստեղ գալիս է մի իրարամերժ դեպք, որը գնում է Վարդանիկի պատմությունը։ Նախ ովքեր են գնում Պետրոսի մոտ։ Պետրոսի մոտ գնում են նրանք, ում պիտի կամ լվանալ, կամ պիտի ընդհակառակը մաքրագործել։ Պետրոսը ի՞նչն է։ Պետրոսը բանն է, իշխանության սուտ խավարանն է, էլի, կամ մեղքերտես քավում, կամ ընդհակառակը։ Վարդանիկը գնացել է Պետրոսի մոտ, ժողովուրդ ջան, Գյումրու ճորթած, որ ասում են սա, բոլորին ճանաչում են, հարգում են, ընդունում են։ Վարդանիկ, քեզ ոչ մեկ ոչ չի ճանաչում, ոչ հարգում, ոչ ընդունում է։ Հաջորդ հարցը ասում է ես խորհրդային միության ժամանակ եմ դառը փողատեր։ Խորհրդային միության ժամանակ փողատեր թույլատրվում էր Վարդանիկ։ Սա հաջորդ հարցը։ Ես ոչ թե պաշտպանում եմ որևէ մեկին, ես թքած ունեմ Գյումրու բոլոր քաղաքապետերի երեսին, հատկապես այն քաղաքապետին քաչալ, որ էջս այսօր գրառումը բլոկել է տվել, որ իր թուրքական թղթերը ներկայացել եմ։ Քաչալ քո թիմով, դու արդեն առանցեն է պարտված ես ելուր մնաց թուրքի թղթով։ Հասկացաք Սուրեն Սուրենյանի խաղացող վերջում է տալու եք մեկնումեկի։ Էժան ապրանքների հետևանք։ Հիմա հաջորդը Վարդանիկն ասում է, որ ես միանալու եմ Լևոն Բարսեղյան, բայց ոչ ՔՊ-ին։ Վարդանիկ դերի մեջ խաղացող Լևոն Բարսեղյանում մարդն է։ Նիկոլ Փաշինյանի եւ նրա հետ ովքեր են Արման Բաբաջանյան ու դու ասում ես ես ԼԳՏՊ-ի հետ չեմ միանա, որ մորը դատի է տալի։ Վարդանիկ դու ինքդ քեզ հակասում ես, ամենամեծ ԼԳՏՊ-ն Արման Բաբաջանյանն է, մորը բռնաբարող ու դատի տվող, որը կանգնած է Լևոն Բարսեղյանի կողքը, եւ Լևոն Բարսեղյանը այլասերված մարդ, որը հարցի հետ ծոցը քնավ տղեն հելավ տունից փախել է Սարերը Գորիսի ապրում։ Այսինքն մի այլասերված է դու ես։ Սուտ խոսքերից բացի։ Սկսենք այստեղ։ Մյուս բանը ուզում եմ անդրադառնալ, սրան շատ չեմ ուզում անդրադառնալ, այնքան որ ասեմ, որ Վարդանիկը իրենից արդեն ապրանքային հոտ է գալիս։ Եթե գյումրեցիների մեջ թասիբ կա, պետք է բոլորին ջնջեն, որովհետև դուք ընտրություն եք անում թուրքի, ադրբեջանցու եւ թուրքի ու ադրբեջանցու բռնաբարվածների մեջ։ Բոլորը միասին նույն թևի տակ են խաղում։ Միանշանակ, այն թուրքի թղթովը։ Ես երեք զգուշացրեցի, չէ, ասեցի երկրից փախնելու եք։ Գրել եք, բողոքել եք, բլոկել եք, այդ ինչի ուրիշին բլոկել չեք տվել, չնայած էջս չեք բլոկել, բողոքեք գրել Facebook-ով։ Բա դուք եթե այդքան լավն եք, չգրեք, ելնեք խոսեք, զանգեք, ասեք, Գագուջան, sense բանկա, ես երեք չեզոք ներկայացրի, ասի մարդը բիզնես անում կարանի։ Այսքան թափոն եք, որ ամեն մի պուճուր բանից նեղվում եք ու գնում եք ղզիկության։ Ղզիկության, հիմա ես ուզում եմ ասեմ, որ ղզիկ Այդ քաչալը իր թիմով ղզիկ, դուք արդեն ծախված եք, Սուրեն Սուրենյանը օգտագործված բազմակի ապրանք բոլորի կողմից, դուք ապրանքի օգտագործած ապրանք, դուք հասկանում եք ուր եք ասել, էնի բազմակի օգտագործած ծակ ապրանքա, դուք այդ ծակ ապրանքի կողմից օգտագործվակ։ Անցնենք հաջորդին։ Ուրեմն Բեգոյան դու չելար, Բեգոյան դու տես ինչ ես ըլնելու։ Էլ չգտնես ծանոթ, բարեկամ, ընկեր, որ գաս ընկնես ոտները։ Իշխանափոխությունից հետո Բեգոյան, դու դատվելու ես եղեռնագործության հոդվածով։ Հայաստանում բոլոր փողոցների ծառերը կտրում ես։ Դու չես կանաչապատման ղեկավարը։ Այդ պոլիտեխնիկ ավարտած կանաչապատող։ Կարող է վաղը մյուս օր գնաս կոկորտդ ստուգես, տենաս ինչ վեներական հիվանդություն ունես Նիկոլի ցանցե կամ Աննայից։ Դու դատվելու ես։
Ես քեզ զգուշացնում եմ, տեստու։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, Տարոնի ու Աղազարյանի շոուներ, այսօր օրական մի շոու են անում։ Իբր թե պիտի զրկեն։ Ուրեմն տեսեք, Տարոնը Սերժի պատիվը կետ ունեմից է։ Ուրեմն իբր Քոչանենց հետ իրար քրփվել են Անդրանիկ Ագաման քֆուր, մֆուր, Քոչարյան Սերժ իրար մեղադրել հայոյան, բայց հենց Տարոնին պիտի քվյարկեն, հելան երկու Քոչարյանի ու Սերժի խմբավորումները փախան ազգային ժողովից։ Ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, եթե Տարոնի իբր թե Սերժի հետ թշնամի են, ոնց կարա հելնի փախնի։ Այս ծիծաղելի բանը նկատեք։ Եվ հաջորդը այդքան քցին, Աղազարյան լմլմցնել էս Տարոն մանոն, վերջում ինչ եղավ, որ հələ չեն որոշ այդ մարդկանց սրկել։ Արա բոլորդ նույն ապրանքն եք։ Բոլորդ նույն թուրքական անվորակ երեխու պամպերս եք դուք, որ երեխեն չի շիկանում, միանգամից հաղորդում եք հագուստին։ Այդ եք դուք Նիկոլ, Սերժ, Լևոն, Ռոբ եւ ձեր ենթակա մանր ու մեծ պիղծ անձնավորություններ։ Սրանից ենքում ես ձեզ ուրիշ ձև չեմ ձևակերպելու։ Հիմա հաջորդ բանը զգուշացնեմ ձեզ։ Ազգային անվտանգություն։ Ձեզ թվում է թե Գագոն կամ Արտակ այդքան մանկապարտեզի 4-րդ կուրսը նոր են հասել, թե առաջի կուրսն են մանկամսուրի, հա? Որ ստուգումներ ուղարկում եք, հասկացանք 7 անունով մարդ եք ուղարկում։ Առնվազն պիտի լինել դեբիլ, որ չհասկանան, որ ձեր ուղարկածն է։ Զանգում եք, խոսում եք, հետո ձև եք տալի, մենք նախկին ենք KGB բացահայտվում եք։ Չեք ամաչում, դուք այդքան էժան եք աշխատում, փաստորեն դուք փողով KGB մտածեք, որովհետև այն KGB-շնիկները, որոնց ես ճանաչում եմ Ռուսաստանի, իրանք այդ հարցերում այնքան պարապած են, որ Էլդուսուս սկզբում մտել եք, ասում եք դու Քոչարյանի մարդն ես, Մոսկվայի մարդն ես, ասի բա ոնց, հիմի չկարացաք ստուգեք KGB-շնիկ եք ուղարկում վրեքս։ Սենց եք դուք ուզում պետության KGB անվտանգություն պահում։ Երևանի կենտրոնում թուրքերը պարում են, Նիկոլը թուրքերի հետ գնում է, հող են տալի, ոչ մի բան չեք ասում, Արցախը հանձնում են, ձեն չեք անում, հիմա որոշել եք Գագոյի ու Արտակի վրա KGB-ով մեռակ ուղարկելով ստուգողներ, քանի հոգի, նկարները փոխած, գալի նկարում են, զապիսանում վերում տալիս են, ուրիշ բան չկա, ձեզ այդ ուրիշ գործ չունեք, սենց էժան եք աշխատում։ Էսա ձեր KGB-ն։ Երրորդ դասարանի բանի փոխադրության թեմայով եք աշխատում։ Ամոթա։ Դրա համար էլ Ռուսաստանի կառավարությունը դիմել եմ, էլի կդիմեմ Ռուսաստանի KGB-ին, որ Հայաստանում ամբողջ KGB-ն, որը ձեզ տոյսի է տալիս, ինքը փող է աշխատում, այնքան որ ձեզ գրում է, որ այս հարցը սենց է։ Դրա համար է Ռուսաստանի ուղղությունը ստեղ զոհ տվիք, այդ թվում հայի, ես թքած ունեմ Ռուսաստանի վրա, իմ հայ քաղաքացուն դուք զոհ եք տալիս ձեր դրա համար, որ փոխանակ դուք օտարերկրյա թշնամիներին բռնեք, դուք լծված եք սրան նրան հետևելով, էժան բաներով, սրա նրա բիզնեսի մեջ մարդ մտցնել վիդեո անելով, սրա նրա տրուսիկին կամերա խփելով, տղամարդու կնգա, նկարեք գցեք էջ, այդ մարդուց օբյեկտը խլեք, վերջում էլ դաբավշտի գցեք էջ, ղրգեք բոլոր տղեկին ովքեր Երևան ապրել են, գյուղերին չղրգեք, որ չեն ճանաչի ես ինչով է, ինչով է։ Ամոթա, հսկայական հիմնարկություն ունեք, աշխատում եք երրորդ դասանի նման, երրորդ դասանի փոխադրություն, ինչպես են աշխատել հետախույզները։ Երրորդ դասան ինչ կգրի, նույն ձև դուք, բայց ձեզ չի թվում, որ ամեն ինչը բացահայտվում է։ Ես որ ասում եմ, ձեր շկոլան մնացել է դեռ 30-ականների վրա, Տրոցկի, Ձերժինսկի, դրանից են կողմ չի աճե, ես հո սխալ չեմ ասում։ Մեկ էլ ուզում եմ մի բան ասեմ շատ կարճ։ Նախ Բևերից Վարդան, չգիտեմ ինչ են Ամերիկայի թլոշ, KGB-շնիկ սեքսաֆոնիստ, բերանով փչող, ասում էր Գագոն, KGB-ի, Կրեմլի, Ջեյմս Բոնդ, նա բան, Բևերը ճիշտ է, հիմի նեղվել ես Բևերս, քրվում ինչ ես նեղվել։ Վարդան, այդքան ասեցի, զանգի ներողություն խնդրի, դաժե տղամարդկություն չունես զանգես ասես ապեր, ես սխալվել եմ, կներես, դրա համար հա քեզ քրֆելու եմ, հիմի Բևերը քեզ ա քցե, ինչ ես նեղվել։
Բևերը քցելու հիմնարկ էր։ Հիմա Վարդանիկ դու բևեր քիթդ առաջ ջուդի պես լեզուդ լմլմցնող հանցագործ դու կագեբեշնիկ, հերդ հոպարդ կագեբեշնիկ, բանկի տալանին մասնակից, գնացա Ամերիկա պահկվել ես, հայրենիք կգամ, մարդուն ուղարկեցինք մոտդ քեզ ստուգման, ասիր մինչև 10 տարի չեմ գալու պայմանագիր ունեմ։ Բկանգնի ասա է մարդ Գագիկ Թադևոսյանը ճիշտ էր ասում։ Սրանք լրիվ կատարում են օտար երկրյա գործ։ Բայց լացում ես ինչի, տես դու էլի այդքան տղամարդ չես։ Որովհետև ինչքան է բևերը քեզ քցել է, ինքը մեկա քցելու էր։ Դու այնքան տղամարդ չես, որ նույնիսկ ճիշտը խոսաս։ Տես, որ ասում էի այն ժամանակ, ճիշտ էի ասում քեզ։ Դու այդքան էլ տղամարդ չէ, դու ընդհանրապես տղամարդ չէ։ Տղամարդը քելներ կասեր, տեսեք այն տղուն, որ երկու բառ ասեցի, կանգնավ ասեց Դոգիպաև, նույնիսկ Թադևոսյան Գագիկ։ Խնդրում եմ դուք եմ իձեն, հանեք մենք եմ իձեն հանեցինք։ Ասեց նույնիսկ Թադևոսյան Գագիկ, տեսեք, մարդը ինչ էլ ասեց, չեմ գովում, բայց ասեց նույնիսկ թող ինքը մի հատ ձեն հանի։ Հանեցինք 1000 մարդ դիմեց, Դոգի կուսակցությունից դիմեցին, հանեցինք։ Բայց դու այնքան չկաս, որ չես կարող սխալդ ընդունես։ Ես 1000 անգամ եթերով սխալ եմ եղել, ներողություն եմ խնդրել, դրա մեջ ճիշտ կա։ Մեր հենա կենթանեն, մեր երկիշները Վարդան Պետրոսյանի մեր տաղանդավոր հումորիստի տղան Հայկը։ Հայկին բանը զանգի ասի Հայկ ջան խոսացինք շատ լավ, Հայկ ասեց եթերում չասես, ասի Հայկ ջան, ուսիցս պագոնը չինի, սխալ եմ, կասեմ սխալ։ Կներես Հայկ ջան։ Ասել եմ հետելի խոսացել ենք նորմալ, Հայկ ասեց շնորհակալ եմ, բայց համեստ տղա ասեց Գագիկ ջան, պետք չի։ Ես արդեն քեզ հասկացա, ասի չէ Հայկ ջան, ամոթ է։ Եթե ասել եմ, պետք է հերքեմ։ Տենց է ձևը։ Քեր ասա ախպեր, հա, նեղվել ես, հա, սխալ եմ ասել քեզ, վիրավորել եմ սխալ, իրանք են շպիոնը, բա հել խոսա։ Անունով տղամարդ ես կոչվում, խո այդ օրգանն ու շալվարը տղամարդկություն չի, հազարավոր աղջիկներ ու տրանսգենդերներ շալվար են հագնում այսօր։ Բա խոսա, հելել ես լացելով բևեր ես կուսենց ունեցը։ Մի բառ ասասականներ ես մարդուն ասել եմ։ Տեսար, այս փտած եք դու, որովհետև ինքներդ է ներկայացնում եք էմյուշ ճյուղը, բևերի հերթական բաժանվածները։ Տեսեք այդ կուսակցությունը այնքան ոչիլ է, այնքան փնթի է, որ միջից մարդիկ են հելում են մի հատ Պիտեր կա այդ մարդուն եք խրգի ասում եմ մենք քեզ կհրավիրենք Փանավեջի ոմն արեգի, դա արեգը ում ոտի տակի կեղտնա որ հրավիրեք։ Ասում եմ կարա ժիրոյի համարը չունեմ։ Բա որ դու ժիրոյի համարը չունես, ինչ է ժիրոյի համար հետև տալի այ Պիտեր։ Անում թե գրել ես Պիտեր, բանում, էջում։ Հա, ինչ ես դու հել ելույթ ունենում։ Հեսա էլի կգրի կգցի, կդրի գցի, Պիտեր, քո էջ գցի։ Ճիշտ եմ ասում, Պետերես գրե, Պիտերես գրե, Պետերես գրե, ինչ ասես գրել ես։ Բա որ դու ասում ես ինձ գրել ես ժիրոյի համարը չունեմ, կապ չունեմ։ Բա որ դու ժիրոյի համարը չունես, ժիրոյի համարը ինչ ես հետև տալ։ Սխալ եմ ասում։ Դու էլ Հնչակյանից գնացած ինչ որ ժիրոյի էժան փողով խոսացող մարդ։ Գովազդեք մի քիչ էլի մեջով, ուրախացեք։ Այս չեք։ Արկադի Վարդանյանը թռավ ձեզնից։ Ձեր Հայկը, որ տարբեր տեղը լմլմցնում էր ձեր տակ, թռավ ձեզնից, հա։ Տղեկին Բերտը փտստում եք, Պավլիկ Բիլյան, Բերտ փտստում եք։ Էլով, ձեր են խզմոն, Սերժի Աբրանքը, գունագեղ թռավ ձեզնից։ Հիմա ես Վարդանը լմլմցնող թլիկ թռավ ձեզնից։ Հետո դուք լավն եք, որ թռնում են։ Էլ չասեմ են մնացած մարդիկ են ասալայի տղեկը բան որ գցել եք, Ենի Գոմիշյան բան, բոլորը թռել են ձեզնից։ Մնացածին է Բերտ եք կողել։ Այսինքն դուք ես էլի եմ կրկնել, դուք եմ բլոջն եք, որը ասել եմ, սևեր, որ կենթանին կուլա տալիս, գնում որ օծն ու գորտը կուլ տան, հենց կուլա տալիս ներսից թունում այդ կենթանուն սպանում են, ներսից ուտելով դուրս է գալիս։ Հասկանում եք, որ դուք էլ եք պետական օրակարգ կատարում, Նիկոլի Կագեբեի եւ մնացածի։ Հասնենք հաջորդ հարցին։ ԵՄ-ի վիզաների թուղթը, չէ, ԵՄ-ի անդամակցելու թուղթը ստորագրեցին։ Ստորագրեցին ու հեսա վազելով գնալու է Պուտինի ձեռը, թե Պուտին ջան, չէի կարա Նիկոլ, ինձի դրել էին ինչ ասես անում էին։ Բա ոնց, բա պիտի ստորագրես, բա ճարդ ինչ ա որ չստորագրես։ Հաջորդ հարցը ինչի մասին շատ ծիծաղալի է մոտս։ Շիշ բռնողը դիմել ա որ իրեն ախրանատան, շիշ բռնող։ Այն ժամանակից ասում ենք, չէ, քեզ օգտագործեցին։ Սկզբի օրը ոնց օգտագործվար, դու սասունը ստորագրեցիք նորադուսցի ալիկին ու աղբորը Բերտից անելու համար, ճիշտ է։ Դուք եք դաբրո տվել։
ճիշտ է։ Հետո քեզ բռնեցին, դրեցին քաղաքը Հայաստանի հանցագործ աշխարհը նայող, իբր փուրը տվեցին քեզ։ Հա? Քեզ հանեցին, ճիշտ է, հանցագործ աշխարհ նայող, որ դու ընդհանրապես դրա մեջ չկայ, նվնվան ձենով Նիկոլի պես երկու աղբեր, գեղից եկած շիշ բռնելու համար, հա, եկակ առաջի հենց վրեդ մարմնավաճառով դոսին գցեցին, որ աղջը տանում ես մարմնավաճառը ստանում Բաղրամյան 26, ազիզ նստիս տեստե, ես եմ նստում ստե Նիկոլ, այդ աղջիկն է կոճակի վրան զապիսով ամբողջը ցույց տվեց, այդքան փնթիկ։ Հետո բռնեցիք, դու ինձ սպանեցիք, հետը մոտեցաք, սպանեցիք, դու ինգերների հետ մոտեցաք, ինչքան դավաճանկահետները խմում եք դու ինձ սպանությունը, հա? Կանչեցիք, սպանեցիք, հետո մյուսներին սպանեցիք, հերթով երևում ա մեկ սպանում, ունը կարողը դու ես, հիմա զգացել ես, որ այդ աշխարհը դուք փչացրիք սարքիք նիկոլական, էլ գողական է չկա, մի երկու հոգի կան թե չկան, մնացածը բոլորը պետության հետ գործարքի գնացող, հիմի վախից արդեն զգացել ես, որ վրեդ զակազները իջե դրսից, մի քանի հատ Ռուսաստանից գողական KGB-ով հրաման ստացան, որ Նիկոլին պետք է անցկացնեն, տարբեր երկրներից եկան Հայաստան անցկացրին թաղավ միջոցներով, քեզ էլ թվաց հայ դու արդեն դառել ես ղեկավար, հիմա ինգել են հետևիցը դու ախրանա ես ուզում, պետական, հա, վճարվող։ Ծիծաղը սա գալիս։ Ես որ ասում եմ բոլորդ խփվելու եք, Նիկոլը այն մարդը չի, որ ձեզ խփել չտա։ Նիկոլը ասել եմ 20 հոգու հետ փախուստ ունի։ Ով սրան դեմա, ինքը ուրեմն հայազգին դեմա։ Գիտեք ինչի էլի եմ կրկնում, որտեվ եթե Նիկոլը հանեց այդ իր զոմբիներին, խելեռներին դուրս ու զորքին դեմ տվեց ժողովրդին ջարդելու, ոչ մեկ սրա տակ չի ստորագրելու։ Դրա համար մենք կողմենք, որ Նիկոլը անձայն հեռանա, հակառակ դեպքում ինքը արյուն թափելով է հեռանալու։ Էլի եմ կրկնում, ուշադիր նայեք Բարդուղի Մոսյան գիշերը, որը սարքել են իբրև թե բողոքականներին սպանային արդյունքում սպանվեց հսկայական քանակությամբ անմեղ մարդ, այդ թվում նաև հսկայական քանակությամբ ճիզվիտներ, կաթոլիկներ, նույնն էլ նայեք, խնդրում եմ հայկական ֆիլմը դրեք, ով չի նայե, ամենահոյակապ մինչև իմի հանած հայկական ֆիլմն է, բանը Խաչագողի հիշատակարանը, որ բրիլյանտը տալիս է, Քավոր Պետրոսը այդ տղու վրան է մեղքը գցում, ինքը սենց երեսին նայելով, այդ տղուն տանում են տանջարանա, սպանելա թողում ասում։ Այդ է Նիկոլն է։ Կփախնի Նիկոլը միանշանակ։ Այսքանով Հայաստանի բաժինը փակենք եւ անցնենք միջազգային բաժին։ Միջազգային բաժին։ Իվա։ Ուրեմն Ուկրաինայի հարձակումները, որ զորքով արդեն մտել են, չի ասվում ինչքան են մտել, բայց քարտեզը ինտերակտիվ ցույց չի տալիս, բայց կադրերը ցույց են տալիս, որովհետև Բելգրադի եւ Կուրսկի մարզում ներս մտած ցույց են տալիս ինչքան են մտել։ Այսինքն պատերազմը թեժանում է շատ ուժեղ։ Թեժանում է ուկրաինացիները զենք չունեն, էս չունեն, ամերիկան չի տալի, էս չի տալի, այն չի տալիս, հոպ, մեկ է Ուկրաինան առաջ է գնում։ Էս էլ են ռուսամերների պատասխանը, ոնց անում որ Ուկրաինան առաջ է գնում։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսամ, Արաբաթը դուրս է եկել, ասում է շուտով կռիվ կլինի, էսա այնա։ Ուրեմն տեսեք, Ալիևը կռիվ չի ուզում ժողովրդյան, որտեղ Ալիևը գիտի, որ այս կռվից իրան թաղելու են, որտեղ ինքը արդեն զոհ է գնում թե հույների հարցով, Թուրքիան, թե հայերի հարցով Ալիևին դեմ է տալու։ Ալիևը կռիվ չի ասում կլինի։ Սրանք սուտ վա երկորա Սյունիք կրակում են հասեք բան, մարդկանց Սյունիքում պրյամը կանգնած եմ, քանի օկու զանգում եմ, մարդը ուղիղ մեջն է։ Մեր էջում խոսում են, կնգեր ջան, Սյունիք կրակում են, ասում եմ, այս բան չէ։ Եմ մյուսին զանգում եմ, կրակոս կա, ասում չեմ, երկու հատ օդ են կրակի, ինչ որ բան։ Վայ, 5 օր կրակում են, մարդիկ չեն հելնում, բան, սենց։ Ժողովուրդ ջան, ով չի հասկանում, ես ձեզ ասեմ, չգիտեմ հիմա Նիկոլ Փաշինյանը ոնց է հրաման տվել, մեր ժամանակ որ Վազգենն էր ղեկավարը, Վազգեն Սարգսյանն էր, ամեն զինվորը մինիմումը 60 պատրոն պիտի կրակեր 2 հերթափոխին 2 ժամվա ընթացքում։ Մինիմումը։ Հասկանում եք ինքը աբադու անկանոն կրակում էր, որ դեմիցդ մարդ չկա։ Հիմա հա ասել են չկրակել, հաշվել են, բայց օդ կրակելը ի՞նչ է։ Քո վրա կրակել է պատերազմ։ Ուրեմն սրա համար էլ Արաբաթը, որը կատարում է Նիկոլի հրամանը, որ արագացնեն Հայաստանի դեմ գնան, իսկ Ալիևն է այնտեղ խառնված, հա թող ստորագրեն բան, բայց ինքը չգիտի իր գլխին ինչ է գալու, որտեղ իր գործողությունների արդյունքում Եվրոպան արդեն իր դեմ այլ է։
վաղուց արևմուտքն էլ հետը, ստից ես այնտեղ անկապություն են գրել, Տրամպը երազում է Ալիևի հետ հանդիպի, ադրբեջանական լրատվականը թարգմանեցի, որտեղ ուզում է օրինակ վերցնի Ալիևից, վայ Աստված ջան, փրկի աշխարհը, օրինակ վերցնի Ալիևից։ Հիմա տեսեք, նույնպես Ալիևի արածի համար ինչ են գլխին բարձելու։ Նայեք, նույն ռուսական կողմը։ Հիշում եք, ես ձեզ ասել եմ, Արցախի բռնի նվաճումը դա տալու է նախադեպեր տարբեր երկրների համար։ Կոնկրետ, ինչ անում Իսրայելը։ Գնդակոծում է, արաբներին սպանում է պաղեստինցիները, ասում է ռադ եղեք, էսի գցում եմ ինձ։ Տեսեք, պատերազմի ինչ զոր ալիք է մեծացրել։ Ինչքան էլ էլի կրկնեմ, ամեն արաբը իր երկրից է, բայց վերցնենք մենակ պաղեստինցիք արդեն 8-9 միլիոն են, մարդկանց ուղղակի հենց անենց գնդակարել, հանել, վտարել չի լինում, չհաշված որ կողքի երկրները ինչ էլ լինի, Հորդանան բան իրենց սահմանին չեն թողելու մոտենա Իսրայելը։ Եգիպտոսը նույնպես, քանի որ հսկայական անսահմանափակ մարդկային ռեսուրս ունի, այսօր Եգիպտոսի բնակչությունը ավելի շատ է, քան Ռուսաստանի բնակչությունը, ժողովուրդ։ 130 միլիոն մարդ է ապրում։ Եգիպտոսում 130 միլիոն, այսօր մայրաքաղաքները թափելու համար 5-ից 6-ից 10 միլիարդանոց քաղաք են սարքում, նույնիսկ պարտք են տվել տարածքները ցմա 100 տարով օգտագործման բիզնեսը տվել են Դուբային ու բանին Քաթարին, որ քաղաքները սարքեն մայրաքաղաքից գոնե 5-10 միլիոն հանեն։ Պատկերացնեք, քաղաքները 5 միլիոնանոց են սարքում, որ գոնե 30 միլիոն մարդուց իջնի կահիրեն, որովհետև այնքան աղքատ թաղամասեր կան, որ նեղոս անցնելուց ամեն ջրեղեղը բարձանում է, այդ ափին են ապրում, 30-ից 40 հոգի մահանում են։ Էս է Եգիպտոսը այսօր։ Ու այսօր Եգիպտոսի դեմ պատերազմ հայտարարելը կամ այնտեղ լցնելը, զորով ստիպելը Եգիպտոսը եսի մի լավ վիճակում չի, բոլորը գիտեք, եւս 700,000 պաղեստինցի ընդունել, իսկ պաղեստինցուն ով ընդունում է, լումա պրոբլեմ, ինչի։ Ժողովուրդ ջան, պաղեստինցի կասեմ ձեզ, ամենաուժեղ աճ ունեցող արաբական ցեղն են։ Ազնվությամբ, ես պաղեստինցի գիտեմ, նախահավոր ֆանատ են, կին տղամարդ ֆանատ են ազգի, լաչակները 1000-ից մեկն անում, պաղեստինցի չկա, որ լաչակ անի ժողովուրդ։ Միլիոնից մեկը։ Եվ մինիմումը ամուսնանում են 12-13 տարեկանում, մինիմումը ունեն 5 երեխա։ Մինիմումը, ես 9 երեխա, 12 երեխա ունեցող հարևաններ ունեմ, հենց հիմա։ Մինիմումը 9 երեխա ու բոլոր երկրներում շատ են։ Հիշեցնենք, որ պաղեստինցիները 1.200.000 էին, 1 միլիոն էին 1947 թվականին, այսօր պաղեստինցիների թիվը 9 միլիոն է։ Բնակչության 60-65% Հորդանանի պաղեստինցի են։ Դրա համար Աբդուլա թե Հուսեյն II-ը, կարծեմ Աբդուլա II-ը, չի կարողանում, թագավորի անունը չեմ հիշում, մի կռիվ չանեք, չգրեք, վայ, ես էր խափիր։ Աբդուլա II-ը կարծեմ թագավորը Հորդանանի Հաշիմյան ինչի է կոչվում, որովհետև ըստ ավանդույթի ինքը սերված է Կուրեշ ցեղից Հաշիմ ընտանիքից Մուհամեդի իբր օրինական հաջորդն է։ Հորդանանի թագավորը այսօր վախենում է որևէ հակառակ օրենք ընդունի, որտեղ 65% իրանք են։ Ցանկացած ընտրություն կամ բան երկիրը քարոքանդ կանեն։ Հիմա 1 միլիոնից ավելի ապրում են բանում։ Դու ասա, Եգիպտոսում 700,000 էլ ուղարկեն, Եգիպտոսը առանցել խառը պատերազմի մեջ է, 20-25%-ը քրիստոնյա խպտի են, 60%-ը մահմեդական են, մյուս 20%-ը, 10%-ը նուբիացիներ են քրիստոնյա և հարավում ապրող այլ սուդանյան ցեղեր։ Պատկերացնեք, չէ՞ ինչ եմ ասում։ Չհաշված հիմա էլ պաղեստինցիք իրենց հարցով։ Եգիպտոսը քանդելը չհաշված, որ թուրքերը մուսուլման եղբայրություն, տերորիստական կազմակերպություն ունեն, որը Եգիպտոսում իրենք փող են տալիս, այդ պրոքսին պահում են Եգիպտոսի հիշում եք Մուբարաքին, որ հանեցին, երկար ժամանակ երկիրը մատնեցին պատերազմը, Ալ-Սիսին եկավ, համեմատաբար կանգնացրեց, բայց այդ խմբավորումները չեն վերացել։ Այսինքն Եգիպտոսը առանցել անսահմանափակ քանակություն ունի 700,000 պաղեստինցի, ուր ընդունում։ Երբ պետք է բնակվի սահմանի վրա, դուք պատկերացնում եք, չէ՞ ինչա կատարվելու այդ սահմանը։ Իսրայելը գլխացավանք է ստանալու։ Այդ սահմանից 1200 թունել էին գտել, հիմա կսարքեն 10,000 հատ։ Եգիպտոսի ու Իսրայելի սահմանը ավելի երկար է, քան Եգիպտոսի ու ներողություն, Գազայի ու Իսրայելի։ Եթե դե մի տեղից են հանում, իսկ այդ սահմանների վրա իմիջիայլոց ավազային կատակոմբեր են։ Կատակոմբը բացատրեմ ինչա, բնական թունելներ։ Իսկ բնական թունելները վերահսկելը կատեգորիկ անհնար է, քանի որ ներողություն ամբողջ Աֆրիկայից եկող մարդու առևտուրը եւ մարմնավաճառների թմրադեղի առևտուրը, ինչպես նաեւ օրգանների կատարում են իսրայելցիք էլի այդ կատակոմբերի միջոցով, այսինքն դա օգտագործում են բիզնեսի միջոց, այնպես որ Իսրայելն երկիրը չի, որը պետք է մնա։ Հիմա տեսեք, օրինակը տվեց ընկավ կրակը, չէ՞։
Դրա համար էլ նրանք Թուրքիայում սարքում են այս դեպքը։ Ըստ տարբերակի ուրեմն տեսեք ինչա կատարվում։ Էրդողանը սատկել է, չի սատկել, վիդեոներ են դնում, ինձ էական չի։ Ով կանցնի թուրքերից ղեկավար, ինձ էական չի։ Իմ համար լավ, թուրքը դա մեռած թուրքն է։ Կանցնի Օզդիմիր, թե Սևշուն, թե ես իմ Օզլան, թե Բոզլան, թե Գոզլան, իմ համար թուրք են։ Թուրքի լավը չի լում, հայ ազգը թուրքի լավը։ Իմ համար մի բան է կարևոր, որ այստեղ պիտի բացատրեմ։ Ուրեմն պետական պահուստից արդեն հանվել է 30 միլիարդ դոլար փող, որ կուրսը պահվի, էլի չի պահվում։ Հասկանում եք, Էրդողանը թռել է կամ թռնում է կամ մեռել է կամ չի մեռել, այդ արանքը բյուջեից 30 միլիարդ 3 օրում հանին։ Պահուստի 30 միլիարդը հանին։ Կայֆա չէ, եւս 10 օր հետո պահեն մի քանի միլիարդ էլ հանեն ու թռնեն։ Ինչա՞ այտենց թռնում, թռնելուց Բաշարի պես տրիլիոններով պետք է թռնի։ Ուր կգնա ըստ երևույթին իր Պյուտին կամ Լուկաշենկո եղբոր մոտ։ Դե Ալիևի մոտ չի գնա, Ալիևին կպայթեցնեն, Ալիևը պետք է փախնի։ Հասկանում եք։ Հաջորդ նախատիպը, որը Ալիևը տվել է, տեսեք, ես ինչքան նախատիպեր եմ ասում, որ Ալիևը խախտեց 1947 թվի պայմանավորվածությունները, 1967 թվի, 61 թվի միջազգային պայմանագրերը, որ այսօր բերել է Արշավին խառնելու, բայց մեղավորը ով է, Ալիևն է, աշխարհը բոլորը հասկանում է, ում պետք է պատժեն աշխարհակարգը խառնելու համար, զոհտված Ալիևին, ճիշտ է, պրոդյուսերները Իսրայելներ, թուրքներ, ռուսներ, բայց խփին Ալիևին։ Տեսեք, նույն հիմա Սիրիայում թուրքական զորքը ինչ ան, ոչ մի բան։ Ջհուդները ոնց ուզում վառում են այդ աշխարհը։ Ամերիկան, Ֆրանսիան քրդերի հետ ընդե պահում են, ինչ ուզում անում են, Թուրքիան խառնված է իր գործերը, ոչինչ չի անում։ Ջուլամինը վախեցած նստել է, բերին իր տերը չկա։ Հա Ջուլամին ջհուդով եկավ, բնականաբար, բայց տերը չկա, հիմա երկրում ինչ է կատարվում, Սիրիայից ոչ մեկ չի խոսում, բոլորը Թուրքիա։ Բարձա։ Հիմա ասենք հաջորդ հարցին։ Էս Ալիևի գլխի սարքվող։ Այսօր օդանավակայանում իջնելուց Քիշնևում ձերբակալել են Գագաուզիայի ղեկավար, ինքնավար մարզի ղեկավար, ինքնավար Եսիմինչի ղեկավար, Եսիմինչա որովհետև ինքը, ես այս մասին խոսել եմ, Գագաուզները քրիստոնյա թուրքերն են, չերկարացնեմ, Մոլդովայում ապրող սա պեչենիգների հետնորդներն են, որոնք ընդունեցին քրիստոնեություն, թուրքերը նրանց վերանվանեցին Գագաուզ, այսինքն դավաճան, կրոնով դավաճանեցին։ Բայց թուրքը մնում է թուրք, ժողովուրդ ջան, էլի եմ ասում։ Գագաուզներից առաջացե գորշ գայլերը, որ վերցրել են Արտակ Սարգսյանի պապի գայլավաշտերից, Գագաուզները գորշ գայլերի մեջ մտան ու այդ աճացրեցին, այսինքն սովետով ինֆորմացիան ղրկին իրանց, ռուսները ինչ որ արել են գայլավաշտերը հայկական, փոխանցեցին թուրքերին, իսկ Ռուսաստանը եղել է կա ու կմնա Թուրքիայի պրոդյուսերը եւ պանթուրքիզմի ղեկավարը։ Հիմա Գագաուզների ղեկավարին Բաշկան են ասում, այսինքն Բաշ գլուխ, գլխավորին ձերբակալել են, Գուցուլին։ Ձերբակալել են, ով է մեղավորը, ու մնացածին էլ են ձերբակալելու պետությունը վերացնելու։ Հետ գրություն, հիշեցնեմ ձեզ, որ Նիկոլ Թուրքօղլին եւ Ալիև Զիբիլօղլին իրար հետ պայմանավորված ռուս-թուրք ջհուդական հրամանով վերացրեցին Արցախը եւ ֆիկտիվ Արցախի այլասերված ծուր բերան ղեկավարին եւ մնացածին տարան իբր Բաքու գերի, բայց իրականում Ռուսաստանում են։ Լավ, ընդունենք ճիշտ տարբերակը, Բաքվում գերի։ Հա, ձերբակալեցին։ Նախատիպա, այն ասում են չի, Ադրբեջանը կարա օրինական պետություն ստեղծած իր ազգային ժողովով, իր բոլոր ատրիբուտներով, Հայաստանից 5 անգամ դեմոկրատ, կիսաճանաչված Լեռնային Ղարաբաղ ինքնավար հանրապետություն, որ աշխարհի 5 երկրներում ուներ ներկայացուցիչ, ձերբակալեն վերացնեն, ես չեմ կարա Գագաուզիային ոչ մեկ չի ճանաչել, որից գլուխ 100,000 մարդ են, իմ երկրի տարածքում ապրել են, կյանքում անկախություն չունեն ունեցել, ոչ չէ, մարդկային դեմք են ունեցել։ Հայկական ազգանունները ջհուդով վերցրեցին, երկրի առաջի ղեկավարը եւ այլն վերցրեցին, սարքեցին սուտ ռուսների օգնությամբ, ինչ որ ինքնավար կեղտոտ բան։ Ձերբակալել։ Ով է նախատիպը տվել։ Կասի նախատիպը Արցախն է, մոլդովացիք չէ որ Գուամի մեջ են, այն որ սարքել են Գուամա, Սևշունա, վրացին, ուկրաինացին, մոլդովացին ու Ադրբարանը, Ուզբեկստանը մտավ թափով ելավ ասեց, «Ես բարդակ աստե»։ Չէ՞ կասի, բա մեր Գուամի ինգերն է կամ Գուամի ինգերն է, Սևշունա, ինք արեց իրանների ինձ ինչի՞ չեք ներում։ Ի տարբերություն Ալիօղլու Մոլդովան մտնում է Եվրոպական միության մեջ, փաստաթղթերը ստորագրել է, բայց Եվրոպայում ինչ գործ ունի ռուսական անկլավներ, պայթյուններ։
Պարզա, դե հիմա թող ռուսը բացատրի, ոնց եղավ նախատիպ կա։ Դու Արցախը Պուտին գոռում ես չկա, էսա լավ են կարել, էս են կարել, Նիկոլով, ձեր շպիոն Նիկոլով, մյուսով։ Իմիջիալոց այսօր ազգային ժողովը մի հատ ճիշտ բառ ասը քպեից, չեմ հիշում, այն հայկներով էր ինչ որ է, ասում է հենց կայս ազգային հարցերին ընդդիմությունը դառնալ լուր։ Այդ մենք միշտ ենք ասում, որտեվ սենց երանելի ընդդիմություն, որը բոլորը Արցախ հանձնելուց բան միշտ լուր է, այս հարցում էլ է լուր։ Բա հիմա Ռուսաստանի քթին բերեք դրեք, համբալ դու Արցախը տվիր, տարբերակը ստացի։ Հանձնեցիր Արցախը, հիմա էլ քո սարկած ինքնավարությունները խլում են, դե գնա։ Հաջորդը ինչն ալելու Պրիդնեստրովիան դե գնա, ինչ ես անելու, հրթիռ ես գցելու Մոլդովայի վրա, հրթիռը գցել Մոլդովայի վրա, այդ 110,000, 100,000 գագաուզին 3 վայրկյանում կթաղեն։ 3 վայրկյանում ոչ փախնելու տեղ ունի, ոչ է Մոլդովայի մեջ է։ Ոնց որ ինչ ասեմ, Հայաստանի օրինակ վերցնենք Հրազդանի շրջանը, որ շրջապատը լրիվ հայկական պետություն է։ 100,000 գագաուզին քանի վայրկյան է պետք, որ Մոլդավյան ուտի Ռումինիան էլ հետ է, ՆԱՏՕ-ն էլ հետ է։ Հասկանում եք, հերթական զոհն են տալիս։ Տեսեք, էլի թուրքական ազգ, էլի զոհ է գնում։ Հիշեցնեմ, առաջին ուйղուրները, որին թուրքերը զոհ տվին, երկրորդը թաթարները, երրորդը թուրքոմանները, չորրորդը Գագաուզը արդեն զոհ գնաց, Ալիևը հերթին է։ Եվ Կիպրոսը, իմիջիալոց Հունաստանում ինչքան էլ հայերով գցում եք, ես զզվում եմ ձեզանից, որ ուրախանում եք ուրիշի հաջողությամբ։ Հույները գոռում են Կիպրոսը մերն է եւ այլն։ Հրամանը կա, որ Կիպրոսը իրանցնա։ Բա մինչեւ այդ, որ տենց գցում եք հույներին պատմությունից հեռու, անուղեղ հայեր, հետևորդ եք իբր, մեռած ես բացատրելով, մի քիչ ուշադիր եղեք պատմության մասը։ Կիպրոսին ով թույլ տվեց, որ թուրքերը գրավեն։ Հունաստանը կատարեցին հեղաշրջում սև գնդապետների Հունաստանը զորքերը ամեն ինչը քաշեց, ասեց ես չկամ Նիկոլ դվա, թուրքերը մտան 5 րոպեում Կիպրոսը այդ փուչուր Կիպրոսը գրավեց։ Հիմա էլ կանգնենք մենք կօգնենք Կիպրոսին։ Հույները Եվրոպայի վրացիներն են, աննամուս, այլասերված, դավաճան, մեջները մուսուլման լիքը կա իրանց մոտ փոմակները ապրում են, Թուրքիա այդ ամեն ինչի մտնում են, բոլորի հետ մտնում են։ Ես զարմանում եմ, որ մարդ հույն ազգին փորձում է վստահել։ Հույնիստի հույնը չի վստահում։ Ես ձեր վրա զարմանում եմ, ժողովուրդ, որ հիանում եք ինչ-որ հիմարություններով ուրիշի։ Այդ գիտեք ինչն է, էլ եմ ասում, դիվանին նստած կրավորական սեռնա, որ հայ ազգի համար չեմ շշտկցում են։ Կեցեն հույները քեզ կեցրել են։ 1000 տարի հույներն են դավաճանել։ Պապ թագավորը հայ լատինական զորքը հույնազգ չկար, սարկած ազգա։ Հաղթեցին, բերին պապին սպանեցին։ Բյուզանդիայում այդքան կայսերության ղեկավարները նույնիսկ հայ հենց վերբով կային արել հռոմով, եկան անին քանդեցին։ Հույնը քեզ ինչ, մինչև այսօր թիկունքից խփող։ Հունաստանում քաղաքացիություն են հային են տալիս լավ գործ, ով ազգանունը փոխում է։ Թուրքական ազգանունով հայ թողում են, հայկական ազգանունով հայ չեն թողում։ Հունաստանի հայեր գրեք այտենց է թե չէ բարձր պոստի։ Հունաստանի ամբողջ ղեկավարությունը ծերից էր կրետեի մաֆիան է, որոնք էթնիկ ջհուդ են։ Այս միցիտակիս, պիցատիտակիս, պապալուպուլոս, պիլինուպուլոս, ես իմ ինչքան պուպուլուս ու պուպուլոպոլոս կա, դրանք ջհուդական կրետեի սաստավն են, ովքեր ջհուդներով են անցել։ Բոլորը կանգնած սենց են անում, եռանկյունն են ցույց տալիս մասոնական։ Հայ միջալոց էս եռանկյունը Հայաստանում մտցրեք ձեր համապատասխան տեղերը։ Ինչքան չմոք, Երևան որ հրավիրում են թուրքագետ, ես իմ մարմնավաճառագետ, բոլորը սենց են խոսում։ Այդ ինչից է, ուզում եք ցույց տաք, թե դուք եք դրանցից ամոթ չի արա, խո դուք փնթի չեք։ Փնթություն հասկացանք այդտեղը։ Հիմա ասենք միջազգային մյուս լուրերին։ Ուրեմն Տրամպը հայտնել է, որ ցանկություն ունի մտնի բրիտանական համագործակցության մեջ։ Իմիջիալոց ժամանակին ես հաղորդմանը ասեցի, որ Տրամպը եկավ ասի, հիշեցեք, Ամերիկան ինչքան էլ հզոր պետություն լինի, ինքը ունի պայմանագիր, որը ներկայացվեց առաջի 13 նահանգները, որոնք ստեղծվեցին, իրանք պարտադիր համարվելու են բրիտանական կայսրության մաս։ Այնպես որ մնացած նահանգները, որոնք հետո են ստեղծվել, դրա համար է առաջին 13 նահանգը, ինչքան է փոքր են նահանգները, նրանք ավելի շատ ձենու որոշիչ ձեն ունեն ընտրություններում, քան են մեծ նահանգները։ Այսպես է։ Հիմա որ համագործակցության մեջ մտավ, սա բրիտանական այն թաքուն քայլ է, ժողովուրդ ջան, որ անձեն ինքը իրան անում։ Բրիտանական համագործակցության մեջ մտնում են 63 երկիր, ովքեր եղել են Բրիտանիայի գաղութները։ Կամ ով գաղութ չի եղել, այն էլ է մտնում, որ փող ստանա։ Հիմա ամերիկանի չի մտնում։ Սա թեկուզ խոսք է, սա ուզում է ցույց տա, որ ժողովուրդ ջան,
Ինչ էլ լինի, մենք Բրիտանիայում պապա ենք ասում, որը ուրիշ ձև չի կարող լինի, քանի որ պետական լեզուն դառավ անգլերեն, ես ասել եմ ինչի, քանի որ գերմանացիները ավելի շատ են, մինչև այսօր մաքուր գերմանացիների թիվը անցնում է Ամերիկայի բնակչության 65 միլիոն, այսինքն 20%-ը գերմանացիներ են, իրենք հատուկ ասեցին, որ բանկերը փողը մերն է եւ հետը ջհուդներ, մեր անունը թող դուրս գա, թողը լինի անգլերեն։ Ինչ գրա անգլերեն, գրա անգլերեն, այդ էց էլի։ Դրա համար էլ այդպես եղավ։ Ինչ շարունակություն կունենա, հարցը ուրիշ ձև է։ Հիմա Ադրբեջանի մեկ այլ վախի համար։ Ուրեմն Իրանի առաքչին, որ եկավ, այս բանի համար, Սյունիքի համար եւս ամեն պարբերական գալիս են, ասում են Արաբատ հանվի, պետք չի թրաշվես, որտեղ մենք էլ չենք սիրում թրաշված, մենք էլ փրճոտ ունենք, հանվստում են հարցը լուծում են, Նիկոլին ընտանիքով հարցը լուծում գնում են։ Ով Իրանում տղամարդու կամ կնոջ կարիք ունի, գալիս են Հայաստանում սրանց լուծում են, հետում են։ Եվ դրանից հետո Ադրբեջանը հասկանալով, որ Արաքչի շատ ուժեղելի արտահայտվեց, որ մեր համար Հայաստանի սահմանը կարմիր գիծը ցավալի է, չէ՞։ Նիկոլը արտահայտվում է, որ Հայաստանի սահման չկա, Հայաստան չկա։ Իրանի ղեկավարները արտահայտում են, որ Հայաստանը կարմիր գիծ է։ Արաքչի գնալուց հետո Ադրբեջանը ջհուդների հրամանով տպել է պրովոկացիա, որ իրանական դրոնները հիմա նոր դրոններ են արտադրել, որ նարկոտիկ են տեղափոխում Ադրբեջան դրոնով։ Անայս չի որ սուտան, հենց է չի որ ճիշտ է, որտեղ ես տեսել եմ աֆղանական տեղափոխությունը Փանջ գետից դեպի Տաջիկստան, մի բանը պարսատիկ, այսինքն ռագատկա են սարքե, շատ մեծ ռեզինի հզորությամբ։ 3-4 հոգով քաշում են, նարկոտիկը մոտ կես կիլոնոց, մի կիլոնոց բաներ է, որ երկար թռնի, դե որ թեթևելին քիչ կթռնի։ Մի կիլո, կարող է 2 կիլո, մոտավոր եմ ես ասում։ Ուրեմն պակետները անենց են խփում, որ ժողովուրդ թռիչքի հեռավորությունը սահմանից մինչև 800 կիլոմետր 100 մետր է։ Դուք պատկերացնում եք ինչ մեծ ռեզինով ձգվող պարսատիկներ։ Ոչ սահմանապանատենում բարձր թռնում է, ոչ բան։ Թռնում ստեից մի կիլոմետր ներս ընկնում է, հավաքում տանում են։ Հա Աֆղանստանում այդքան փող չունեն, Իրանը դրոն արտադրող երկիր է։ Ինչա որ չանեն։ Հասկանալի է, բացի դրոնից նաև ուրիշ բաներ է խառնվում գործերին Ադրբեջանը, որը պայթուն է, վտանգա ու պայթելու է։ Իմիջիայլոց Ադրբեջանում էլ շատ մարդ արդեն ասում են, որ Ալիևի վերջը եկել է, շատ մարդիկ ադրբեջանցիներ ասում են, որ մենք ինքը գծվելու է, ինքը լրիվ սխալ է։ Անցնենք պատմական մասին, ես անընդհատ պատմական մասը պահում եմ հատուկ մեր դպրոցական բարձր դասանի երեխաների ուսանողների համար եւ այն հայերի համար, ովքեր սիրում են պատմությունը, քանի որ եթե մենք չիմանանք մեր պատմությունը, չենք կարող ապրել։ Էշեշ մեկ է տենում ես գցում են, ցույց տվեք Հայաստանի քարտեզի Իտալիայում, որ Հայաստան կա, դու ոչ խառ ես։ Եթե դու պետք է ադրբեջանական այդ բոմբ քամրան, մամրան ու թուրքական էշությունները լսես, քուղեղը փաստորեն այնքան քիչ է, որ դու չես կարող ապացուցես, չես կարող գրադիետ խոսաս, պետք է գնաս Իտալիա փողոցում չխկսնես հին Հայաստան, գնաս մտնես թանգարան չխկին Հայաստան։ Դու պատմական արժեք բացատրի, ոչ թե նկարի տեսեք Հայաստան կա։ Ոնց որ ինչ ասեմ, ոնց որ անուղեղ էլի ամբողջ կյանքը տվել են զղկտվելուն մարմնական հաճույքներին ու քնելու։ Այդպես մարդկանց ատում են ես։ Լուրջ եմ ասում, այդպես մարդիկ ոնց որ իզուր թթվածին շնչեն։ Ավելի լավ է սատկեք գնաք հումուս դառնաք, որ ոչինչի հետ չէ, կրավորական տունը նստած մենակ այդպես բան անեն։ Ուրեմն Հայաստանի համար ես պատմական խոսելու եմ այսօր ժողովրդի կողմից մոռացված շատ քչերն են հիշում եւ ինչպես նաեւ հայկական պատմությունն է շատ քիչ է գրում նրանց մասին Գողթն գավառի մասին։ Մեր հայության մեջ հենց ասում ես Գողթն, ասում են Գողթան երկեր։ Այո։ Գողթն գավառը դա այսօրվա Նախիջևանի Օրդուբատ կոչվող քոչվորական քաղաքն ու շրջանը 1000-1200 քառակուսի կիլոմետրի վրա Գողթնը, ինչպես նաև Նախիջևանը մտել է Վասպուրականի մեջ, Գողթն քաղաքը հայտնի է եղել երկիշներով, երկերով, հայտնի է եղել իր հսկայական տնտեսական ուժով եւ մշակույթով, բացի նրանից Գողթն գավառի հետ մենք ունենք շատ հաճելի կապված մեր Գարեգին Նժդեհը, որը շատ մեծ ներդրում ունի, ըստ որոշ տվյալների ինքը այնտեղ ծնվել, բայց ասում են Նախիջևանում ծնվել, ինչեւ չեմ ուզում վիճեմ, քանի որ Նժդեհը Նախիջևանցի է, դա նշանակում է, որ ընդհանրապես 5500 քառակուսից որտեղ էլ ծնվի ինքը Գողթնի տերն է, հիմնական զավակն է, հայի պարծանքն է։ Գողթն գավառը միշտ աշկյանք է իր
հայկական կողմով։ Եվ ոնց ա եղել, որ Գողթեն գավառը հայաթափվել։ Ուրեմն Գողթեն գավառի տարածքը ասեցի, հայոց գահանամակում, տեսեք, այս 1000 քառակուսի կիլոմետրանց փոքր տեղը, տեսեք ինչ եմ ասում, տվել է 500 զինվոր։ Պատկերացնում եք ինչ խիտ բնակեցված է այս փոքր տեղը, որ 500 զինվոր ա տվել։ 500 զինվոր ընդամենը մեկ շրջանը, ինքը ոչ մարզա, ոչ բանա, գավառա փոքր։ Եվ բացի դրանից Գողթեն գավառը միշտ հայկական է եղել, հայերի հետ համատեղ Դավիթ բեկի ժամանակ Գողթեն գավառի ժողովուրդը համագործակցել են Նժդեի հետ, նույնպես համագործակցել են Լեռնահայաստանի Հանրապետության մեջ եւ այլն։ Եվ երբ որ առաջին անգամ Գողթեն գավառը բռնի հայաթափվեց Ջուղաքաղաքի հետ Պարսիկ Աբասի կողմից, որ տարավ Պարսկաստան, այնտեղ սկսեց հայերի թիվը քիչ-քիչ նոսրանալ, բայց բոլոր պատերազմների ժամանակ դրանից հետո Գողթենը հայտնի է իր հայասիրությամբ, հայկական մշակույթը ներկայացնելով։ Եվ ինչ այլոց, ովքեր ծառայել են Մեղրում, հիմա էլ ծառայում են, ողջունում են բոլոր տղաներին, ովքեր ծառայել են Մեղրում, ես բոլորին եմ ընդհանրապես ողջունում ու խոնարհվում, ով ծառայել է Հայաստանի Հանրապետությունում, քանի որ ծառայած տխու հոգեբանությունը ուրիշ է, հատկապես դիմում եմ Մեղրու տղեկին։ Մեղրի տղեկ ջան, քանի վայրկյան է պետք, որ Օրդուբատ կոչված թուրքական բնակավայրը այդ Խաժամուժի մեր Գողթեն գավառը սարից դուք ուղակի հավասարցնեք գետնին։ Ես կարամ ասեմ, քանի վայրկյան, խնդրում եմ տակը մենակ վայրկյանը գրեք, որ այդ ասում եմ, վայ, թուրքը էսա Նախիջևանից կկրակի, էսա։ Ինձ ասեք, քանի վայրկյան է պետք Մեղրու դիրքերից Գողթենը կամ թուրքացված անունը Օրդուբատը հավասարցվի գետնին։ Եվ քանի վայրկյան է պետք կողքի հայկական Ջուղա քաղաքը, ինչպես ասում են Ջուլֆա, հավասարցվի գետնին։ Ես վայրկյանների թիվը կասեմ, դուք ձեր ասած ասեք։ Այսքանով ուզում եմ ավարտել, որ չմտածեք, թե վայ, բան, Նախիջևան, վայ, թուրք, մի հատ բան է խոսում, վախացնում բոլորիդ։ Փորձեք լինել հայ, հոգով հայ։ Վախկոտ, ինչպես ասում է Խորենացին, ավարայրի ճակատամարտի մեջ նկարագրելուց ասում է, վախկոտները ավելի էին վախենում, հերոսները քաջերը ավելի էին քաջանում։ Փորձեք հոգով քաջանալ, որ չվախենալ ոչինչից։ Այո, զգուշությունն ու քաջուց վախը դրանք տարբեր բաներ են։ Եթե պատերազմը չի նշանակում, պետք է դրոշ առնես վազելով գնաս ճակատից խփեն։ Պատերազմը հաղթում է նա, ով որ կենթանի է մնում ու հաղթում, ոչ թե նա, ով որ ասում է, ես պետք է մեռնեմ Նիկոլի պես, դա նշանակում է դու չես հաղթելու, դու ժողովրդին տանում ես մավան։ Այս լավ նոտայի վրա էլ մեր Գողթեն ավարտենք այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավոր հարգելիներս եւ հիշեք հայանա, ով որ հոգով ու սրտով հայ է, հայանա, ով որ նյութական չի, ով որ հոգևոր ու Աստծո արժեք է, իսկ Աստծո մասնիկու մեջ որ կան արդեն հայ է, ով որ պատասխանատու է հայ ազգի, հայ մշակույթի, հայ տարածքների, հայ տնտեսության, ամեն ինչով հային բարձրացնելու մեջ եւ հայ հավատքի։ Բերեք միասին կրկնենք եւ առ-երկինք ուղարկենք, որ մեր ցանկացած մտքի բարի ցանկություն կատարվի, ոչ թե չինական ասացվածքի նման, որը անեցկա ասма մտքով է ինչ անցնի կատարվի, չէ՞ որ մի պահ ասում ես վայ մեռա, ընկնես մեռես։ Դրա համար մենք միայն բարին ենք ասում, Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, քանի որ նրանք տմարտի են, ստորեն եւ ոչնչություն են։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Վանանդում, Մուշում, Վանում, Սասունում, Բաբերդում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն